Համադրություն հույսով եմ, որ այսօր եւ ընդհանրապես ձեր կյանքը կանցնի բարի եւ կուզենայի, որ դուք լինեք երջանիկ, հանգիստ կարաք վայելեք, հանգիստ կարաք մանգակ, բարեք, խնդակ, շփվեք մարդկանց հետ։ Եվ ամեն մարդ հարց է տալիս, ոնց ստացվեց, որ մենք 37 տարի ապրում ենք մի հատ մթնոլորտում, որը լցված է թարախով, ատելությամբ, ոնց է ստացվել, որ մինչև 88 թիվը մենք ապրում ենք շատ հանգիստ եւ 88 թվից ռուսները արեցին ամեն ինչ, որպեսզի ադրբեջանցին եւ հայը իրար ատի։ Չկա կասկած, որ մի խումբ մարդիկ Ադրբեջանում եւ Հայաստանում գումարներ են ստանում ռուսներից եւ ամեն ինչ են անում, որպեսզի ստեղծեն մի հատ մթնոլորտ, որը լցված է լինելու ատելությամբ։ Այո, ամեն ազգի մեջ կան լավ մարդիկ եւ վատ մարդիկ։ Ունես չի, որ հայ ազգում լավ մարդիկ ավելի շատ են, քան թե ադրբեջանցիների մեջ։ Տենց բան չկա։ Մենք տենում ենք ինչքան ունեք թարախ, դաշնակ, հա, իսկ ես հիշեցնեմ, որ դաշնակցությունը եւ դաշնակները դրանք հայ ազգի թշնամին են եւ ինձ թվում է բոլորը համաձայն են ինձ հետ։ Մենք գիտեք հայ ազգի մեջ ինչքան կա ղարաբաղցի, ովքեր հայերին սպանում են 35 տարի եւ մինչ հիմա սպառնում են դրանով, որ սպանելու են հայերին, քանի որ ուրիշ բանի իրանք ընդունակ չեն։ Եվ այլն մեր ազգում շատ վատ մարդիկ կան։ Նույն ձևի ադրբեջանցիների մեջ։ Եվ ցավը նրա մեջ է, որ ռուսը իմանալով ինչքան կա դավաճան եւ ադրբեջանցիների մեջ եւ հայերի մեջ, օգտագործում է դա, որպեսզի երկու ազգը իրար հետ կռվեն, իրար ատեն, իրար սպանեն։ Ինչ ենք մենք ստանում արդյունքում, երբ մենք անում ենք նա, ինչ ուզում է ռուսը, Ռուսաստանը։ Մենք արդյունքում կորցրան Ղարաբաղը, բոլոր այն ղարաբաղցիները, ովքեր ասում են, եկեք ադրբեջանցիների հետ կռվենք, մեզ թողել են առանց մեր գերեզմանոցները, առանց մեր եկեղեցիները, առանց մեր տունը։ Մինչ դա մենք ապրում ենք շատ լավ, հոյակապ։ Սա է իրականությունը, որ Ղարաբաղի հայերը, առանձին հայերը, ովքեր միտինգների են դուրս գալիս, իրանք հորինել են պատմությունը, որ մենք վատ ենք ապրում, չէ, մենք ապրում ենք շատ լավ, շատ հոյակապ։ Հիմա մենք ընդհանրապես չենք ապրում Ղարաբաղում, ոչ վատ, ոչ լավ։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր խոսում են խաղաղության մասին, ինչ հարձակումները իրանց վրա, ընդհանրապես այս վերջի 7 տարին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ խոսեց դրա մասին, որ մենք պետք է խաղաղ ապրենք, ինչ ատելություն են տարածում այն մարդկանց հանդեպ, ովքեր խոսում են խաղաղության մասին։ Սա շատ զարմանալի իրավիճակ է, բայց սա է իրականությունը։ Եվ չմտածեք, թե Ռուսաստանը եւ ռուսները, ովքեր 88 թվականին ամեն ինչ արեցին, որպեսզի հայեր եւ ադրբեջանցիները իրար ուտեն, մինչ հիմա ռուսը ծախսում է խոշոր գումարներ, որպեսզի հայերը եւ ադրբեջանցիները իր հետ շատ վատ լինեն։ Մի օր, մի ժամ ինքը չի կայնացնում այդ աշխատանքը։ Ինչքանով է մեր պետությունը, մեր ուժային կառույցները, մեր կառավարությունը հասկանում, որ Ռուսաստանը պայքար է տանում հայ պետության հանդեպ, ես չգիտեմ, քանի որ եթե Գյումրիում թույլ եք տալիս, որ Վարդանիկի նմանները դառնան քաղաքապետ, ինձ թվում է բոլորը համաձայն են, որ ուժային կառույցները ոչ մի աշխատանք չեն տանում, ոչ կրիմինալի դեմ, ոչ Ղարաբաղյան կլանի դեմ եւ թույլ են տալիս, որ ռուսները իրանց փողով, հա, ստեղծեն ինչ-որ ուժ նույն Գյումրիում, որպեսզի հաղթեն։ Գուցե մենք արժանի ենք այն ամենին, ինչ մենք ստացանք այս վերջի 37 տարին, եթե մենք չենք պաշտպանում դրանց, ովքեր խոսում են խաղաղության մասին, եւ մենք առանձին մարդիկ հպարտանում են ինչ-որ հայերից կամ հայուհիներից, ովքեր դրոշ են վարում, կներեք, այդ դրոշ վարող ցգանկա աղջիկը ինքը մի հատ զոհված է ընտանիք մտել է, մի հատ վերավորի օգնել է, ոչ, եւ երբ պատերազմ է լինում եւ մենք տեսնում եք ինչքան մենք ունենք զոհված տղեր կամ տղեր առանց ոտ, առանց ձեր մնացած, այդ մարդիկ, ովքեր խոսում են ատելության մասին, իրանք չկան այդ տներում։ Հայաստանը ուժեղանում է եւ Հայաստանի բանակը ուժեղանում է ոչ թե ատելության խոսքերից, գորգորալուց,
այլ հանգիստ աշխատանքից, երբ մենք նալոգներ եք մուծում եւ ուժեղացնում եք մեր երկիրը, որբեզի մենք մեզ պաշտպանենք, ոչ թե հարձակվենք ուրիշի վրա, այլ պաշտպանենք ու դրա համար է ուժեղանում բանակը, քանի որ ամեն երկիրը պետք է ունենա բանակ, որը կարա պաշտպանի իր սահմանները։ Ցավոք սրտի ձեր մեջ մարդիկ կան, ովքեր հպարտանում են այն մարդկանցից, ովքեր բամբասում են, ատելություն են տարածում, բայց ոչ մի բանով չեն օգնում Հայաստանին։ Մենք ասում ենք դրա մասին, որ մենք կրթված ենք, մենք հին ազգ ենք։ Լավ, եթե մենք տենց հին ազգ ենք, տենց խելոք ազգ ենք, մենք ո՞նց ենք հպարտանում այն հայերից, ովքեր ատելություն են տարածում հայերի եւ ադրբեջանցիների մեջին։ Ու տեսեք 35 տարի Ռուսաստանի հայերի 99%-ը փող էին հավաքում այդ ապշինանները, այդ կազմակերպությունները, ոչ մեկ չի տեղափոխվել, ոչ Ղարաբաղ, ոչ Հայաստան։ Կրասնոդարում, Մոսկվայում, Իրկուտսկում բոլորը 37 տարի փող են հավաքում Հայաստանի անունի վրա, Ղարաբաղի անունի վրա եւ մնացել են Ռուսաստանում։ Լավ փող են գրփել, հարստացել են ցավի վրա, արտասունքի վրա եւ իրանց տղաների, աղջիկների հետ նստած ասում են, որ իրանք հզոր հայեր են, ովքեր օգնել են Ղարաբաղի։ Ինչով եք դուք օգնել։ Դրանով որ փող եք հավաքել, գողացել մեծ մասը Ղարաբաղյան կլանի հետ։ Կիսել այդ փողը, դրանով եք դուք օգնել։ Ինձ թվում է դա օգնություն չի, դա գողություն է։ Եվ ռուսը, ով չի խղճում իր ռուս ազգին, ինքը չի խղճալու ոչ ադրբեջանցիներին, ոչ հայերին, ինքը թքած ունի մեզ վրա։ Պետք է սա շատ հասարակ բան է, հա, մարդիկ չեն հասկանում։ Այն հայերը, ովքեր մտածում են, թե ռուսը մեզ սիրում է, ինչի պետք է քեզ հայ տղա հայ աղջիկ ռուսը սիրի, եթե ինքը իր ռուսին սպանում է։ Եթե ինքը թքած ունի ռուսի վրա ում Խարկովում սպանում է, ինչի պետք է քո մասին մտածել։ Մենք երբ խոսում ենք դրա մասին, որ սիրում ենք մեր ազգը, մեր հայրենիքը, այդ բարի մեջ սեր, հա, սիրում ենք մեր եղբայրներին, քույրերին։ Սերը խոսում է դրա մասին, որ մարդիկ պետք է լինեն հանգիստ, երջանիկ։ Այսինքն ոնց կարող է մենք սիրենք մարդկանց, եթե չենք ուզում իրանց տենանք երջանիկ։ Բա ոնց կարող լինեն մեր հայ ազգի եղբայրները եւ քույրները երջանիկ, եթե իրանց կյանքը լցված է արտասունքնով, առավոտից երեկոյան մտածելով ինչ լինելու սահմանին, ոնց կարող է իրանց կյանքը լինի երջանիկ, եթե իրանք առավոտից երեկոյան լսում են ինչ որ խոսքեր հայ եւ ադրբեջանցիների մեջ, որը լցված է ատելությամբ։ Եվ եթե մենք իրոք սիրում ենք Հայաստանը եւ մեր եղբայրներին, քույրերին, մենք պետք է ուզենանք, որ լինի խաղաղություն եւ մենակ խաղաղության պայմաններում մարդիկ կարան լինեն երջանիկ։ Երջանկությունը անհնարին է առանց խաղաղություն։ Եվ գիտեք, մենք սովորել ենք, որ մենք պետք է կռվենք ադրբեջանցիների հետ, իրար անիծենք, բայց սա չի նորմալ, հա, կյանքը։ Նորմալ կյանքը այն կյանքն է, երբ մենք բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենք։ Աշխատանքային հարաբերություններ, ոչ մեկ չի ասում գնացեք իրար գրկեք եւ եղբայր եւ քույր ասեք։ Ոչ։ Ուսասկի պետք էլ չի եղբայրներ լինեք։ Բայց աշխատանքային հարաբերությունները, որը թույլ կտա մարդկանց հանգիստ գնալ դպրոց, չգիտեմ, ինչ որ հարցեր լուծել, որը կապ չունի պատերազմի հետ, հասկանում եք։ Այն մարդիկ, ովքեր ազգերի մեջ ատելություն են տարածում եւ ստեղծում են իրավիճակ, երբ երկու ազգը իրար հետ կռվում են, այն մարդիկ միջիմա հաղթողներն են Հայաստանում, հայ ազգի մեջ։ Եթե լինեին հաղթողները այն մարդիկ, ովքեր խոսում են խաղաղության մասին, մենք չենք ստանա մի հատ իրավիճակ, հա, երբ մենք մնացել ենք առանց մեր գերեզմանոցները, առանց մեր տները Ղարաբաղում։ Եվ Զորի Բալայանի նման պոռնիկները, եթե իրանց խոսքը անցել է, ուրեմն մենք այդքան լավ ազգ չենք։ Եթե մենք թույլ ենք տվել, որ Զորի Բալայանի նման տականքը երկու ազգի մեջ, հա, կրակ վարի ինքը եւ ստեղծի այս իրավիճակը, ուրեմն մենք արժանի ենք։ Եթե մենք լինեինք ավելի հոգով ուժեղ մարդիկ, մենք կհասկանայինք, որ ուրիշ ազգերի հետ, բոլոր ազգերի հետ, նաև ադրբեջանցիների հետ պետք է աշխատել։
Մենք բոլորս տարբեր եք, տարբեր երաժշտություն եք լսում, հա, մեկը մուսուլման, մեկը քրիստիան, այո, մեր խոհանոցը տարբեր է եւ մեր երգերը տարբեր են, բայց այո, նույն ձևի իրանցիների հետ, կիտայցի, կորեյցի եւ տարբեր ազգերի հետ, ոնց եք մենք, հա, աշխատում ուրիշ ազգերի հետ, նույն ձևի ադրբեջանցիների հետ պետք է աշխատել։ Հանուն, որ քո երկիրը լինի հանգիստ, խաղաղության մեջ եւ կարա զարգանա, տեսեք ինչքան մարդ է մեռնում ինֆարկտներից, ինսուլտներից, ես ուզում եմ հստակ ձեզ ասեմ, որ այս պատերազմի պատճառով 5 անգամ ավելի շատ մարդ մեռավ ինսուլտից, ինֆարկտից եւ ռակից, քան թե եթե լիներ խաղաղություն։ Սա փաստ է, որի ինձ թվում է, որը ոչ մեկ կասկածանքի տակ չի դնում։ Քանի որ այդ հիվանդությունների մեծ մասը պատճառը այն է, որ մենք առավոտից երեկոյան կռվում ենք ադրբեջանցիների հետ եւ թույլ եք տալիս, որ մեզ, հա, սարքեն թշնամի, շնորհակալություն վրացիներին եւ Վրաստանին, ովքեր ստեղծեցին մի հատ իրավիճակ, երբ Վրաստանում ադրբեջանցիները, հայերը եւ վրացիները շատ լավ են ապրում իրար հետ։ Ջավախի հայերը կովեր են վաճառում ադրբեջանցիներին, իրար հետ խնդում են, ադրբեջանցիները գալիս են հայկական խանութներում, ջավախքում սնունդ են առնում, այդտեղ ոնց է ստացվում, որ իրար հետ շատ լավ են ապրում։ Իսկ ռուսը եւ Վրաստանի մեջ, հա, պատերազմ ստեղծեց, Աբխազիան, Ասետիան վերցրեց, ռուսը չի մտածելու դրա մասին, որ Հայաստանը պետքա լինի, հա, ռուսներեն ասում ենք территориальная целостность, суверенитет, թքած ունի նաեւ Ադրբեջանի վրա։ Ռուսը ով մտել է Ուկրաինայի պետությունը քանդում է, Մոլդովան քանդում է, Վրաստանը քանդում է, թքած ունի եւ Ադրբեջանի հետ վրա եւ Հայաստանի վրա։ Երբ այն հայերը, ովքեր գովում են ռուսներին եւ Ռուսաստանին, նայում են ինչա կատարում Ուկրաինայում, դուք ոնց եք էլի գովում ռուսներին։ Այն հայերը, ովքեր Ռուսաստանից սենց այդ հպարտ են, ասում են Ռուսաստանը մեծ ուժեղ երկիր է, դուք ոնց եք էլի այդ մարդկանց պաշտպանում, եթե այդ երկիրը ահագին երկրներ քանդել է։ Ստացանք այն, ինչի արժանի ենք, այո։ Կամ էլ Ղարաբաղում ով է ասել, որ Ղարաբաղում մենք որոշել ենք, որ պետք է մենք այդ 7 շրջանը վերցնենք, մեր ձեռը, հա, ինչ ուզում եք քանդեք, անենք, ասում ենք Աստուծո հավատում եք, եկեղեցիներ ունեք եւ այս ձևի անաստված բաներ եք արել մենք։ Ով է մեզ թույլ տվել դա։ Եվ եկավ մի օր, եւ Աստված ասաց, ես հոգնել եմ ձեր անօրինական քայլերից, դուրս եկեք այստեղից, ու մեզ շպրտեց Ղարաբաղից։ Այսինքն, ինչով եմ ուզում վերջացնեմ վիդեոն։ Եթե մենք ուզում ենք Աստված մեզ օգնի, մենք պետք է սովորենք ուրիշ ազգերի հետ, հա, շփվենք, աշխատենք դրա վրա, որպեսզի մենք չհասկանալով իրար գտնենք այն կետերը, որի շուրջ մենք կարանք ինչ-որ հարցեր լուծենք։ Ցանկանում եմ ձեզ բոլորիդ խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ այդ ամենը անհնարին է առանց աշխատանք հարևան երկրների հետ, հարևան ժողովրդի հետ, ում հետ մենք պետքա կառուցենք խաղաղություն։ Եկեք պաշտպանենք խաղաղությունը։ Ձեզ լավ օր։